24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։ Բարև ձեզ Տիկին Սողոյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ ընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պետք է խոսեինք Սահմանադրական դատարանի որոշումից, բայց այսօր վաղ առավոտյան տեղեկացանք, որ խոզարկություններ են ընթանում Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում 70-ից ավել ձեռնարկություններ։ Այս մասին անոնսվել էր ի սկզբանե Ինչի համար այս ամեն ինչը իրականացվում, իդեպ նշվում է, որ աշխատակիցներն են փաստորեն մնացել դրսում, նույնիսկ հյուրանոցներում, ովքեր եղել են, նրանց են դուրս հանել, այսինքն ընդհանուր այդ լարված մթնոլորտն է եւ նաեւ տնօրենների տներում են խոզարկություններ իրականացնում, բացի այդ, որ աշխատասենյակներում եւս այս անոնսը տրվել էր Փաշինյանի կողմից փաստորեն, ինչ նպատակ ունի։ Նպատակ ունի ժանրի կանոններով ավտորի գնալով ավելի ավտորիտար ռեժիմ դարձնել եւ բռնապետության հիմքերով գնալ, որովհետեւ այդ ամեն ինչը նույն տրամաբանության մեջ է գնում։ Երբ որ 18 թվականից մինչեւ հիմա նայում ենք, քայլ առ քայլ մոտենում ենք ավելի բիրտ կարգավորումների ու հիմա արդեն չեն էլ թաքցնում էլի ինչ են անելու, բնականաբար Եվ Սահմանադրական դատարանում այն ժամանակ մենք պարոն Օրբելյանի կողմից ավելի ճիշտ ներկայացվեց օրինակ Անդրանիկ Թևանյանի ձերբակալությունը, որտեղ որ իրավապահները ըստ էության չկարողացան կան ասեն, թե ինչի էր պետք որ անպայման Փաշինյանը անոնսը տար, հետո նոր իրավապահները իրենց գործողությունները անեն։ Եթե իրավապահների գործողությունները այդքան ապաքաղաքական են, իրավունքի ոգով են ներշնչված, չգիտեմ, ըստ իրավական տրամաբանության են։ Ինչի է պարտադիր, որ Նիկոլ Փաշինյանը այդ անոնսը տա, հետո նոր լինի։ Ու մենք հասկանում ենք, որ այս ամեն ինչը բնականաբար այդ նույն կամայականության եւ Փաշինյանի միջազգային, այսպես ասած, պատվիրատուների լռության ու կուրության ձևացնելու լույսի ներքո է։ Իրան այդ քարտ բլանշը տվել են եւ այդ քարտ բլանշի մասին նաեւ խոսում էինք, երբ որ կարդացինք ԵԽԽՎ հայտարարությունը, որ երբ որ սենց մեր պատգամավորները, չգիտեմ, ընդդիմադիրները, մյուսները գնում են եւ փաստերով ցույց են տալիս, թե ինչ ապօրինություններ են գնում, շատ անատամ հայտարարություններ են հնչում, ասում են, դե մենք մտահոգված ենք, լավ չի, որ իրադրությունը, չգիտեմ, լարված է եւ այլն։ Հիմա փողերի լվացում փաստորեն ըստ տեղեկությունների դեռևս հստակ չէ, բայց իրավաբանների հանրության մեջ ընդունված է փաստաբանների, ասում են, որ մարդու վրա գործ չեն գտնում, փողերի լվացումը կա ու կա։ Հա, որովհետեւ այդ շատ ընդհարցակ հոդված է, շատ կամայական մեկնաբանության տեղ տվող ու տրամաբանությունը հետևելն է ցանկացած միջոց, ցանկացած աղբյուր, որ չեն կարողան բացահայտել թե ծագումը ինչ է, ասում են փողերի լվացումը, որովհետեւ ենթադրաբար հանցավոր ճանապարհ է եղել, հանցավոր ճանապարհից դու բերել օրինականացրել, այստեղ վստահեցնում եմ, որ ամեն երկրորդի, ամեն 10-ից 9-ի բնակարան որ մտնել, չհիմնավորված ծագումով գումար կարողանալու են գտնել։ Իսկ երբ որ 70 ընկերություններ են մտնում, այսինքն այդ բոլոր տեղերում էլ եղել է այդ փողերի լվացումը։ Նայեք, իրանք այնքան ընդհարցակ են, ես արդեն դադարում եմ նույնիսկ այդ կասկածները մեկնաբանել, ամեն ինչ այդ ոչիլի պատմությամբ կարողանում են մեկը մյուսի հետ կապել ու հիմնավորեցնել։ Էլ չեն կարողանում անուն դրեն քրեական գործ, ասում են օպերատիվ հետախուզական միջոցառում եւ այլն։ Կարճ ասած, այն ամեն ինչը որ մենք կլինի իրավաբանականի ուսանող ժամանակ կամ այս տարիների ընթացքում սովորել ենք, որ պետական մարմինները պետքա սահմանափակված լինեն մարդու իրավունքներով ու օրենքներով, պետքա այդ լիազորությունների սահմանում գործեն, պետքա ամեն ինչ անեն, որ կողքից նայողի մոտ տպավորություն չստեղծվի, որ այս ամեն ինչը կամայական process-ի արդյունք է։ Այդ ամեն ինչը լրիվ մոռացել են, դրել են մի կողմ, հռչակել են, որ օրենքն են իրենք, ժողովրդավարությունն են իրենք, ամեն ինչ իրենք են, իրանք ոնց են ասում։ Հա, ու այդ ժանրի կանոններով է, էլի։ Հիմա այսպես սպասումներ կան, որ հաջորդը լինելու է Ռոբերտ Քոչարյանը, որովհետև ըստ Փաշինյանի տրված անոնսի 3 ընդդիմադիր խոշոր լիդերների հետ է լինելու գործողություններ քրեական։ Չեմ կարող մեկնաբանել, ոչ պետք է ասեմ, լավ են անում բան, բնականաբար սպասել է, այսինքն որ լինի անակնկալ չի լինելու։
Սահմանադրական դատարանի որոշումից խոսենք, իհարկե անսպասելի չէր, բոլորը գիտեին, որ որոշումը արդեն իսկ պատրաստ է, քննությունը իրականանում է, հաշվի առնելով, որ երբևէ չի եղել, որ Սահմանադրական դատարանն այնպիսի որոշում կայացնի, որը չեղարկի ընտրությունների արդյունքները այս տարիների ընթացքում։ Ամեն դեպքում դուք ինչ մեկնաբանություն կտաք այն հայտարարությանը, որ հնչեց, այն վճիռը, որը հնչեց։ Բնականաբար ցավոք սրտի սպասելի որոշում էր այս լեգիտիմության սակավության պայմաններում Սեդա Սաֆարյանի մասնակցությամբ Սահմանադրական դատարանից այլ բան տրամաբանորեն սպասել հնարավոր չէր ու ես եմ ասում երևի Հայաստանի պատմության մեջ ամենաակնհայտ աղաղակող ընտրակեղծիքով ընտրությունն է տեղի ունեցել, որտեղ հստակ այդ ձայները մարդիկ տեսել են ու մեկ էլ տեսել են, որ ԿՀ-ի որոշմամբ այդ ձայները ուղղակի զրոյացվել են, ոչինչ չկար։ Բնականաբար այս պայմաններում ես չեմ գալիս այն հակառակ մոտեցումից, որ հիմա ինչ-որ մարդիկ կան, չէ, ասում են, բա տեսակ, բա որ մենք ասում էինք այդ ՍԴ-ից բան մի սպասեք, ինչի գնացիք, ես այս դատողությունների հետ համաձայն չեմ, որովհետև ինքնին process-ը Եվս կարևոր է, որովհետև process-ը եւս միջոց է եւ հաղորդակցվելու ներպետական լսարանի հետ եւ հաղորդակցվելու միջազգային լսարանի հետ։ Ներպետական լսարանում ես կարծում առնվազն իմ փորձառությամբ կարող եմ ասել, որ մարդիկ մոտենում են, սկսած նրանից թե ինչ բացահայտումներ էինք մենք արել այս ընտրական կոռուպցիոն սխեմաների մեջ իշխանական վարչական ռեսուրս եւ այլն, հասկանում են, որ հետաքրքրություն է առաջացել, այսինքն ինչ որ մի բան ա եղել, որը իրենք չգիտեին։ Եվ ես գտնում եմ, որ ներհայաստանյան տրամադրությունների զարգացման գործում ամեն մի հարթակն էլ կարևոր է մարդկանց որևէ հաղորդակցություն տեղ հասցնելու համար։ Եւ երկրորդը միջպետական մակարդակում կամ միջազգային հարթակներում այսպիսի մի հատ շատ կարևոր տրամաբանություն կա, մոտավորապես Եվրոպական դատարանն ասում exhausting local remedies, այսինքն սպառել ներպետական հասանելի բոլոր միջոցները, որովհետև ամեն անգամ, երբ որ դու գնում ես վերպետական, միջպետական ատյանում, այսպես ասած, քո պետությունից բողոքելու, որ ինչ որ մի բան սխալ է գնացել եւ այլն, առաջին հարցը, որ քեզ տալիս են, ասում են, իսկ կներես դու քո ներպետական մակարդակում բոլոր հնարավոր դռները թակել ես, թե չէ։ Եթե օրինակ Եվրոպական դատարանը պարզի, որ մի դուռ կար, որ պետքա թակես ու չէիր թակել, ինքը էլ ասելու է ինչի։ Դու որոշակի մեխանիզմներ ուներ, գնայր քո մոտ փորձեր այդներ։ Կարող է այնտեղ մի հատ մարդ կար, կարող է Սահմանադրական դատարանում մի սկզբունքային դատավոր կար, որ այդ պահին էր սպասում, ասելու էր ոչ։ Բայց ամեն դեպքում ընդդիմությունը Եվրոպական դատարան չի էլ ուզում դիմել։ Դե ես չեմ ասում, ես հստակ մերժում չեմ լսել, ես լսել եմ նաև որոշում չունենք, ամեն դեպքում դեռևս ժամկետների մեջ ենք։ Ամեն դեպքում դա հարցը մենակ Եվրոպական դատարանը չի։ Ցանկացած տեղերում, նույնիսկ եթե հետ ենք գալիս մեր այս ներպետական դատավարությունների փուլ կամ արգումենտացիայի փուլ, ամեն հարցում, որտեղ որ հարմար պատասխան այլ բովանդակային չունի, օրինակ իշխանությունը վարչական մարմինը, ասում է, իսկ դու դա բողոքարկել ես, թե չէ։ Իսկ դու սպառել ես քո բոլոր հնարավոր միջոցները, թե չես սպառել։ Եվ հետևաբար գտնում եմ, որ բոլոր այն նիհիլիստական մոտեցումները կլինի մի դիմեք այստեղ, մի դիմեք այնտեղ, մի գնացեք այստեղ եւ այլն, իրանք ուղղակի առերևույթ պոպուլիստական են եւ բովանդակության մեջ ուղղակի խրախուսում են ալարկոտությունը։ Ասում են, դե դուք գնացեք, շատ հեշտ է, գիտեք ինչ է, ասել ես ընդդիմադիր եմ ու ես մերժում եմ բոլոր այն հարթակները, որոնք գոյություն կան, գտնում եմ, որ լեգիտիմության պակաս մենք էլ գիտեինք, այնպես չի, որ պետքա ուրիշները ասեին, որ նոր մենք ունենայինք։ Բայց դե Փաշինյանն ասել, որ ինքը ընտրությունները նորից նշանակելու կարիք չի տեսնում, եւ սա արդյոք հրահանգ չէր հենց Սահմանադրական դատարանին, բայց ամեն դեպքում սպասումներ կար ԲՀԿ-ի մասով, այդ մասով ընդհանրապես փաստորեն հայտարարություն չհնչեց։ Իհարկե, եւ սպասումներ կային եւ այսինքն պարզ էր, որ այդ հրահանգն էլ կար, Սեդա Սաֆարյանի գոյությունն էլ էր այդ ամեն ինչ եւս մեկ անգամ հաստատում, հենց սկսեց դատավարության մեջ դատավորները սկսեցին հարցեր տալ, ասես մի բան հապշեցինք, ասենք մենք այսքան բան ենք ասում խախտումների մասին, դուք ինչի՞ց եք հարցեր տալիս, արդեն իսկ պարզ էր, թե լուր էր գնում ու մի փոքր էլ առաջ գնալով, քանի որ ես մինչև այս կանխատեսումներս իրականացել են, մի այսպիսի կարծիք հայտնեմ, որ այնուամենայնիվ կարծում եմ ինչ կդնի Սահմանադրական դատարանը այս հայտարարության հիմքում,
մի հատ փաստարկ էին բերում քաղաքացիական պայմանագիրը, որ ըստ էության ԲՀԿ-ն գործել է որպես փաստացի դաշինք եւ այդ պարագայում, այո, եւ այդ պարագայում իրանք պետք է ոչ թե 4%-ի շեմը հաղթարեն, այլ 8%-ի եւ այդ պարագայում ինչ էլ որ եղել է, այսպես ասած, արդար է եղել։ Չգիտեմ ինչ մետրիկաներում է դա արդար եղել, բայց առնվազն մեր օրենսդրության սահմաններում այս ամեն ինչը եղել է ակնհայտ ապօրինի։ Եթե որպես դաշինք էր փաստորեն դուք այդպես եք ընկալում, ինչու է ԿՀ-ն թույլ տվել որպես կուսակցություն այդ դեպքում ինքը ներկայանա։ Հենց այդ ժամանակ այդ խնդիրը ներկայացնեիք, հետո հասկացել եք, որ կարելի է այս պատճառաբանությունը ներկայացնել։ Դա էր, որ ԿՀ-ն էլ ասաց, որ ինքը օրենսդրական արգելք չի տեսել ԲՀԿ-ի ցուցակը հաստատելու այնպես ինչպես հաստատել է, քանի որ էտել ասել են ԿՀ-ն չի տեսել, հիմա ուրիշ մարմիններ, ուրիշ խնդիրներ կտեսնեն, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանի հրահանգով ԱԱԾ-ն կտեսնի, որ Անդրանիկ Թևանյանը, չգիտեմ, պետական դավաճան է, մյուսները փողերի լվացմամբ են զբաղվում, ու այդպես մինչև վերջ։ Իրանք այնտեղ ամբողջ ցուցակում չկոռումպացված մարդիկ են, որևէ հանցանքների հետ կապ չունեն, բայց ընդդիմադիր դաշտը այդպես արել է։ Իդեպ այսօրվա խոզարկությունները շատերը կապում են հենց ՍԴ-ի որոշման հետ, ասում են, որ սպասում էին, որ ՍԴ-ի որոշումը լիներ, որպեսզի նոր այս գործողությունները իրականացվեն, դուք կապում եք։ Ճիշտ ասած, չէ, որովհետև ես չեմ կարծում, որ որևէ ինչ-որ զսպող բան կա, որ կարող է Փաշինյանին հետ պահել, ինքը նենց չէր, որ մանդատները կամ պաշտոնները բաժանելուց թե ով օրինակ արժեի նախագահ, փոխնախագահ կամ այլ պաշտոնների սպասում էր ՍԴ-ի որոշումը լինի նորաներ։ Նույնն էլ էս պարագանը առավել եւս թե ինքն իր պաշտոններում չէր սպասում, այստեղ ուղղակի մտածում եմ, որ կազմակերպչական հարցեր են եղել, որովհետեւ ի վերջո այդ պետական ապարատի ռեսուրսը անսահմանափակ չի։ Մենք տեսանք, թե նախընտրական հետընտրական շրջանում ինչպես էին դրել ամենավերջին ընդդիմադրի մերձակա մարդկանց հետ գաղտնալսում, հասկանում ենք, որ այսքան քրեական գործեր, որ արել են ու ամեն մի մարզային ենթաստորաբաժանման համակրի 24-ժամյա գաղտնալսումը, որ ապահովել են, այդքանը ռեսուրս է պահանջում եւ նույնիսկ այդ քրեական գործերը նորմալ չեն էլ քննվում, բան չեն անում, ուղղակի sense կոնվեյերի սկզբունքով իրար հետևից հարուցում են։ Հիմա պետք է, որ այդ հրահանգը իջեցվեց, պետք է արդեն վերադասավորել ու ինչ որ մի թղթեր սևացնել համապատասխան ուղղությամբ շարժվելու համար, այստեղ որևէ սահմանադրական դատարանի հետ կապ կամ չկապ չեմ տեսնում։ Իդեպ դատախազությունը փաստորեն Գագիկ Ծառուկյանի մասով միջնորդություն ներկայացրեց, որ անձեռնմխելիությունից զրկեն, հետո ընթացք չտրվեց, տպավորությունը, որ արդեն գիտեին ՍԴ-ի որոշումը, այսինքն մանդատ մեկը չի ունենալու, որ մի հատ էլ անձեռնմխելիություն ունենա։ Դե այստեղ միևնույն է, կա երկու անձեռնմխելիության փուլ, մեկը տեխնացուի անձեռնմխելիությունն է եւ մյուսն էլ պատգամավորի անձեռնմխելիությունը։ Ցավոք սրտի, այս երկու անձեռնմխելիություններ Նիկոլ Փաշինյանի օրոք հասկացանք, որ ուղղակի ձևական բաներ են։ Այսինքն այն ինստիտուտը, որը կոչված է զսպելու քաղաքական հետապնդումը, հիմա դառել է մեխանիկական ինչ-որ հաղթահարման գործիք, որովհետև նույն բոլոր ընդդիմադիրների անձեռնմխելիությունից զրկելու գործընթացները, կլինի դա Ուժեղ Հայաստան, ԲՀԿ եւ այլն, ԿՀ-ում որ եղել է, իմ տեղեկություններով հանձնաժողովը միաձայն ասել է, դե մենք ինչ գործ ունենք խորանանք գործի փաստերի մեջ, թե եթե դատախազությունը որոշել է, որ հանցանքի տարեր կան, ուրեմն պետքա բավարարենք, բայց այդ դեպքում հակառակից մոտենանք, առհասարակ ինչի համար է այդ անձեռնմխելիության ինստիտուտը։ Նրա համար է, որ այդ քաղաքական հետապնդումներից հետ պահեն։ Ամեն մի կասկածի կամ մնացյալի հիմքով չասեն, դե զրկում ենք եւ առաջ անցնենք։ Հիմա ես չգիտեմ, տեղյակ չեմ կոնկրետ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ ինչ գործ է, ինչ փաստեր է, բայց բարձր չգիտեմ, դա լիներ ԿՀ-ն ուղղակի ավելի քիչ թվով ձայն պետք կլիներ մարդու հավաքել, որ դա անձեռնմխելիություն ծրեր, թե լիներ ազգային ժողովը, տարբերություն չկա, միևնույն է, այդ կոճակը սեղմվելու էր եւ այդ որոշումը կայացվելու էր։
Հիմա շատերը այսպես լսելով կամ ոմանք մեզ լսելով ասում են ինչ եք ուզում, որ երկրում օրինականություն չհաստատվի, եթե փողերի լվացում կա, կեղծիք կա, թալան կա, ինչ է ուզում եք չբացահայտվի այդ ամեն ինչը։ Հիմա այստեղ դժգոհությունները իրավական ոլորտում երբ որ ներկայացում է փաստաբանների նաև դիտարկումները ինչով է պայմանավորված։ Մի քիչ sense ուղիղ չպատասխանեմ, հերվից կամ այդ հարցին։ Երբ որ ես իմ երկրորդ մագիստրատուրայի ժամանակ սովորում էի ՄԱԿ-ի գիտահետազոտական կենտրոնի համատեղ ծրագրով ու մարդու իրավունքների վերաբերյալ ուղեղային կենտրոնի համար էի աշխատում, մի հետաքրքիր բան բարձեցի, ուրեմն ժամանակին երբ որ կոռուպցիայի կանխարգելման մասին կոնվենցիան ընդունվում էր միջազգային մակարդակում, իրականում պետությունների մեջ մեծ անհամաձայնություն կար, որովհետև այսպես ասած աշխարհը որոշում էր, որ նա ավելի առաջնահերթ, օրինակ տնտեսական գործերը առաջ մղել, թե կոռուպցիան առաջ մղել, այսինքն կոռուպցիայի դեմ պայքարը եւ այլն եւ այլն։ Պետությունները հասկանում էին, որ կոռուպցիան այս կամ այն չափով բոլոր երկրներում կա եւ երկրներից մեկն էր, ավելի կոնկրետ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որ ընդհանուր հասավ մարդու իրավունքների խորհրդի լուծարմանը, որպեսզի առաջ տանի այդ օրակարգը կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի, ու այդ պարագայում դարավ, որ կոռուպցիան, այսպես ասած, միջազգային հանրությունը ընդունեց որպես համար 1 կամ այդ փողերի լվացման դեմ այդ կարգավորումները, որ համար 1 նպատակ, որովհետև աշխարհը իրականում այլ զարգացման էր, ուզում էր գնալ դեպի բարեկեցություն եւ այլն եւ այլն։ Հիմա այս ամեն ինչի ինչ եմ պատմում։ Կոռուպցիայի պատմականորեն կոռուպցիայի դեմ պայքարը միշտ բոլոր երկրներում իհարկե պետք է լինի, բայց ամենակարևորը, որ կոռուպցիայի դեմ պայքարի հետ պետք է լինի, պետք է հավաստիանաս, որ այդ գործիքը գտնվում է իրապես օբյեկտիվ ու անկախ մարմնի ձեռքում, ոչ թե կամայական ինչ-որ մի մարմնի։ Հիմա նույն ձևով ես էլի եմ ասել եմ Սահմանադրական դատարանում ու շարունակում եմ ասել հիմա։ Ես Սահմանադրական դատարանում բացահայտեցի երևի ՔՊ-ի առերևույթ հայտնի ամենամեծ կոռուպցիոն սխեմաներից մեկը, որ ավելի քան $1 միլիոն պետական բյուջեից գաղտնի կերպով ծախսվել է փաստացի ՔՊ-ի քարոզչության համար։ Ասում եմ, նայեք, $1 միլիոն ու հակակոռուպցիոն կոմիտեի այն հայտարարությունները, որ մեկը մյուսին շալվար է նվիրել, որպեսզի ընտրության մասնակցի։ Այսինքն շալվարների հետևից գնում են, միշտ այդ հեքիաթային տրամաբանությունը գործում է, որ մեծ ձկներին թողած, ավելի վտանգավոր հանցանքները թողած, գնում են մանր եւ ընդդիմախոս մարդկանց հետևից։ Հիմա էլի եմ ասում, դուք այսքան ժամանակ մի հատ, եթե մեր հակակոռուպցիոն կոմիտեն լավ, չեմ ասում 3-ին 1, 1-ին 1, մի հատ ընդդիմադրի կոռուպցիային համարժեք բացահայտեր նմանատիպ մի հատ պետական կոռուպցիա, ես ասեի խնդիր չկա, ես գոնե որպես անկողմնակալ դիտորդ դրան հավանություն տայի, բայց երբ որ հասկանում եմ, տեսնում եմ, որ կան գործեր, որտեղ ինչ որ այդ անորոշ մեղադրանքը դնում են փողերի լվացման, հետո էլ կեսը գնում է դատարանում, այնքան երկար այդ դատավարությունը տևում, չես հասկանում մեղավոր ճանաչվեց, անմեղ ճանաչվեց եւ այլն։ Իմ մոտ որպես հասարակ քաղաքացու այդ արդարության եւ արդարադատության ընկալումը վերանում է։ Դուք այդ բացահայտումը, որ արել եք, $1 միլիոն դրոն շոուների վրա է ծախսվել, առնվազն, այո, որովհետեւ ես հաշվարկել էի, որ առնվազն դրոն շոուների ծախսը ներառված չի հիմնադրամի հաշվետվության մեջ եւ մնացած ծախսերն էլ էապես քիչ են ներկայացված, այդ նույն բեմի տեխնիկական ծախսերը, այդ սրտիկներով բրենդավորված մեքենաները, որոնք միանման շրջում էին, դրանց ծախսերը այդ ուղղակի ժամանակը չի ներել իհարկե, որ ամենայն մանրամասնությամբ ներկայացնեմ Սահմանադրական դատարանում, դրանք էապես ցածր են ներկայացվել եւ մի քանի այլ օրինակներ։ Այսինքն խնդիրը ոչ թե գումարն է, այլ որ ցածր է ներկայացվել։ Ոչ, եւ, այսինքն այն, որ սահմանաչափը պետք է հատվեր առնվազն 50%-ով, եթե այդ ծախսերը իրապես ներկայացված լինեին, եւ երկրորդը, այդ ծախսերը փաստացի կատարվել են, այսինքն կեղծ պայմանագրեր են եղել։ Քիչ է ներկայացվել հենց ՔՊ
համապատասխան կազմակերպություն ծախսը, որովհետև ավելի մեծ է ներկայացվել օրինակ զորահանդեսի ծախսը։ Իսկն մեկը մյուսին փոխադրել եւ դարել է, որ ըստ էության հիմա օրինակ Հերմինե ջան, կարող է 24 նյուզի կարիքների համար պետական գնում հայտարարվի, պետությունից գումարները փոխանցվեն X կազմակերպության, բայց այդ դրա շահառուն իրականում լինեք դուք, դա նորմալ կլինի։ Եվ փաստերով ցույց եմ տվել եւ չի եղել ոչ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից սահմանադրական դատարանում, ոչ որևէ մի դերակատարից իրանց այդ հայտնի քարոզիչներից, որ հենց մի բան լինում է, ասենց փրփուրներ բերանին գալիս են, ասում են լկտիսուտ է եւ պետական գաղտնիք, չի եղել որևէ արձագանք։ Թվերով հիմնավորված է եղել, որ չէր կարող այդ զորահանդեսի ծախսը լինել։ Այսինքն ձեր ելույթին որևէ հակադարձում որևէ բովանդակային հակադարձում չի եղել, չէր կարող այդ օթյակը Արագածի տգեղ մակետով արժենար 1.5 միլիոն դոլար, իսկ այդ օթում ճախրող դրոնների շոուն իրենց բեմերով եւ ամեն ինչով լիներ, չգիտեմ, մոտավորապես 20-30 հազար դոլար։ Հիմա այս մասով քննություն չի ընթանալու, դուք չեք դիմելու որևէ գործընթաց չի նախաձեռնվելու։ Գործընթացներ իհարկե անելու եմ, իհարկե սպասելու եմ, որովհետև ակնհայտել է մի քիչ անդերկուլիսյան բաների խոսակցությունների ժամանակ եմ ասում, որ չեմ անելու, սպասելու եմ, տեսնեմ այսքան որ մամուլով կխոսեն եւ այլն, մամուլի պատշաճ հաղորդում է լինում կոռուպցիայի մասին։ Արդյոք կնախաձեռնեն մեր հակակոռուպցիոնի այդ անաչառ քննիչները վարույթ, թե չեն նախաձեռնի։ Որովհետև ասում եմ, այդ մարդիկ գնում են մի անցակում բան է, այդ ձայնագրություն է հայտնվում Telegram ալիքներում, եթե դա անդիմադրին է վերաբերվում, հաջորդ վարքյանին գալիս են տունը, համակարգիչները, ընտանիքին, երեխաներին, բոլորին խառնում են իրան այդ մարդուն տանում են կալանավորում են, մեկը մեկին շալվարա նվիրում, գալիս են, ասում են, սա պետության, չգիտեմ, սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործություն է եւ այլն, ուղիղ ցույց եմ տալիս պետության ամենասակրալ ինստիտուտներից մեկի հաշվին, պաշտպանության նախարարության հաշվին, արել եք 1.5 միլիոն դոլարի վատնում։ Որևէ մեկը դրա համար պատասխան տալու է, թե չէ։ Դա զորահանդեսի մասով է արվել։ Դուրս գրվել է զորահանդեսի համար, որը օգտագործվել նաև ԿՊ քարոզարշավի համար։ Այո, մենակ դա չի եղել, ես առնվազն եւս 2 պայմանագրեր հանել եմ։ Մեկը դա ուրախ ավտոբուսի ծախսերն են, որը էլի փաստացի քաղաքացիական պայմանագրի քարոզչությունն է եղել, բայց դուրս է հանվել որպես վարչապետի աշխատակազմից ծախս։ Հանել ենք նախորդող 4-5 տարիների ավտոբուսի ծախսը, տեսնենք վարչապետի աշխատակազմը առհասարակ ավտոբուսով շրջելու կարիք ունենում է, թե չի, բարձել ենք, որ կամ չի ունեցել, կամ ունեցել է շատ փոքր թվի, ասենք 200-300 հազար դրամի կարիք է ունեցել, այդպես արա։ Ընտրություններից 2 ամիս առաջ մեկ էլ հանկարծ պարզվել է, որ 6 միլիոն դրամից ավել կարիք կա ավտոբուս վարձակալելու ու շրջելու, ինչի ում հաշվին։ Քաղաքացու օրվա միջոցառումները։ Հանում ենք մենք միշտ քաղաքացու, չգիտեմ, օրվա բաներ են կազմակերպել տոնախմբությունները, որոշել որ մեջը պետքա լինի կրծքանշաններ։ Այդ քարտեզով կրծքանշանները։ Ինչու պետքա դա արվեր պետական բյուջեի հաշվին։ Եվ սա ընդամենը մի չնչին տոկոսն է, որ հնարավոր է եղել, այսպես ասած, այս կարճ ժամանակահատվածում վերհանել։ Բայց ես բացում եմ կացությունը, որ կոռուպցիոն սխեմաներ են գործել։ Իհարկե։ Եվ այդ կոռուպցիոն սխեմաները միայն նախընտրական ժամանակահատվածում չի, որ գործում են։ Ահռելի ծախսեր են կատարվում, մի հատ բացեք Երևանի քաղաքապետարանի ծախսերը, այդ խրախճանքների միջոցառումները ամեն շաբաթ թվում է թե մենք տենց տոնելու անհամար առիթներ ունենք եւ այս քաղաքը էլ ուրիշ ոչ մի հոգս չունի, որևէ խնդիր չունի, խցանումներ չկան, օդը մաքուր է, ամեն ինչ, պուրակները լիքն են, կանաչապատ տարածքները լիքն են, ամեն ինչ, քանի որ տեղին է, պետք է խրախճանքներ կազմակերպել։ Ու դրա համար ամեն ամիս միլիոնավոր դրամներ ուղղակի ծախսվում են ինչ որ փառատոններ, համերգներ ֆինանսավորելու համար, որոնք էլի ի վերջո դրանց տեխնիկական բնութագրերն էլ որ նայում ես, շատ ցաքուցրիվ են, ծառայություն են, այդ
ծառայությունն է, բոլորը գիտեն, անշոշափելի հատկությունն է։ Դու չես կարող իմանալ դա շուկայական արժեք, հա շուկայական արժեք չի ու այդպես հավելագրումներ են։ Առերևույթ բարձ է, որ ատկատների մեխանիզմն է գործում։ Եվ այդպես շարունակ, այսինքն այս համակարգը կոռումպացվածության շատ արդեն աչք է ծակում։ Ու այդ նույն գալով ձեր հարցին, բայց չեք ուզում օրինական։ Ասում եմ, ուզում եմ, թող մեկին մեկ մի հատ ընդդիմադրի կոռուպցիա բացահայտեն, սիրով, մի հատ պետական կոռուպցիա, բայց գալ, չգիտեմ, սահմանադրական դատարան մյուս տեղեր եւ ասել, դե հենա չի եղել պետական իշխող կուսակցության կողմից կոռուպցիոն դեպք, վատա որ չի եղել, ձեր կողմից եղել է, դա մեղմ ասած մարդկանց հիմարի տեղ են դնում, էլի։ Իդեպ այս քրեական գործերի հետ կապված, երբ որ մեղադրում են, թե չեք ուզում օրինականություն լինի երկրում եւ այլն, ինչու է այս կասկածներ առաջանում նաեւ անվստահությունը հանրության մոտ առաջանում այս գործերի հետ կապված, որովհետեւ ընթացք է տրվում, երբ որ տվյալ անձը քաղաքական հայտ է ներկայացնում։ Այսինքն օրինակ Գագիկ Ծառուկյանի մասով քանի տարի է ոչինչ չկա, եւ միանգամից այսպիսի մեծ թափով գործողություններ ունեն Ռոբերտ Քոչարյանի մասով, Սամվել Կարապետյանի մասով, այսինքն սա եւս հանդիսանում է պատճառ, որ վստահություն չլինի մարդկանց մոտ, որ այս գործերում իսկապես խախտումներ կան կամ օրինականության հետ կապված խնդիրներ կան, այլ հիմնականը քաղաքական դրդապատճառներն են լրացնելու, ասպարեզից հանելու, ավելի մեծ հնարավորություններ իշխող թիմի համար ստեղծելու։ Ու այնպես չի, որ ասում եմ, ուրիշ Հայաստանում այսպես ասած չակերտավոր օլիգարխներ չկային, որոնց նկատմամբ հնարավոր չէր գործել շատ լավ, ես չեմ ուզում հիմա անուններ տամ, ձեզ շատ լավ հայտնի են այդ մարդկանց անունները, ովքեր որ քաղաքական լոյալությունը Նիկոլ Փաշինյանին ցույց տալուց հետո որևէ խնդրեմ չեն ունեցել, կլինի դրանք շինթույլտվություններ ստանալու տեսքով, կլինի, չգիտեմ, խաղատնային բիզնեսի մասով եւ շատ այլ օրինակներ, որոնք ակնհայտ առերևույթ կոռուպցիոն սխեմաներ են իրենց մեջ պարունակում, բայց այդ մարդիկ սենց ուղիղ թիրախում չեն հայտնում եւ էս էլ ասեմ, եթե նույնիսկ հայտնվում են, այդ գործում է հետեւյալ տրամաբանությամբ։ Պետք է պետբյուջեն փող լցնել էլի այս նույն սխեման կենթանի պահելու համար։ Այսինքն կան ինչ-որ կոռուպցիոներներ, որոնց հետևից թեկուզ եւ քաղաքական հայտ չեն ներկայացնում, բայց ժամանակ առ ժամանակ իրենց հիշում են, որպեսզի այդ քսակը էլի լցվի եւ այդ քսակից կարողանան տարբեր իրական եւ կեղծ պետական գնումներով ավելի խելացի գործիքակազմով այդ գումարների վատնումները անեն։ Իդեպ դատական համակարգի հետ կապված Փաշինյանը հիմա շատ վճռական է տրամադրված, արդեն որերորդ ելույթն է ունենում, ասում է, որ դատական համակարգում չի եղել հեղափոխություն, Սանտա Բարբարայի նման դատական գործեր լինում, որոնց վերջը չի լինում, եւ հրահանգեց, որ վերջ տվեք այդ Սանտա Բարբարա դատական նիստերին, քննություններին եւ ասաց, որ պետք է այս հարցը լուծվի, որովհետեւ մարդիկ իրենից պահանջում են, ասում են, դատախազին չեն ճանաչում, դատավորին չեն ճանաչում, բայց ինձ են ճանաչում, գալիս ասում են, ինչու այս մարդը նստած չի, եւ տեղեկություններ կան, որ գլխավոր դատախազի մասով նաև կարող է կադրային փոփոխություններ լինել։ Ամեն դեպքում ինչ է սպասում դատական համակարգում կարծում եք։ Ես չեմ կարող ասել ինչ է սպասում, որովհետև այլևս այս ամեն ինչը դուրս է գալիս իրավական տրամաբանության սահմաններից, ամեն ինչը զուտ քաղաքական տրամաբանության մեջ է, բայց ասում եմ, եթե այս ամեն ինչը այդ դատական իշխանությանը ոտնձգող այդքան հայտարարություն, որ արվել է, չգիտեմ, դատավոր կա, որի մասածը կարող է չանի, եկեք դատարանները շրջափակենք եւ այլն, այդքանը որ ասել է, այն Կարեն Անդրեասյանի հրահանգած ֆիլմի մոտիվներով, որ այս դատավորները լավն են, այս դատավորները վատն են, օրինակ խնդրում եմ թող ասի, օրինակ Մասիս Մելքոնյանը լավ դատավոր է, տեսեք, արդարության, անաչառության մարմնավորումն է, օրինակ Արման Հովհաննիսյանը վատ դատավոր է։ Թող այդպես դնի, ասի մոտավորապես մարդկանց համար էլ պարզ լինի, թե այդ որ դատավորներն են եւ որ գործերով է, որ այդքան սխալ եւ ճիշտ բաներ են անում։ Ես չեմ ասում Նիկոլ Փաշինյանը իմ գնահատականը հետևելն է, անդառնալի ծանր վնաս է հասցրել դատական համակարգին։ Դատական համակարգը մինչև Նիկոլ Փաշինյանը շատ ավելի լավն էր,
մենք նույն կարող ենք դատական պրակտիկայի, դատական ակտերի որակով, վճռաբեկ դատարանի համարձակ որոշումներով, վերաքննիչ եւ այլն ակտերի որոշման որակով, երբ որ մենք հասկանում էինք, օրինակ, ինչու այս ամեն ինչը թեկուզ դատավարական սխալի կամ նյութական սխալի հիմքով չեմ ուզում շատ իրավաբանորեն գնալ, բայց կայացնում էր անուղղակի կերպով դատական համակարգը, ազդում էր իրավապահ համակարգի գործիքակազմի օրինականության վրա, այսինքն այո, այն ժամանակ էլ էին արդարացումներ լինում, ոչ թե այն հիմքով, որ այդ մարդը օրինակ անմեղ է, այլ որովհետև ենթադրենք դատախազությունը կամ քննչական կոմիտեն ապօրինի է գործել եւ դատական համակարգը իր հարաբերական այս բանն էլ նշեմ անկախությամբ կարողանում էր այդպիսի համարձակ որոշումներ կայացնել ու դարձնել ամեն ինչը օրինականության սահմաններում։ Հիմա դատական համակարգը ոնց որ այսպես խամաճիկ դառած լինի քաղաքական իշխանության ձեռքում ու չի կայացնում, ինքը ուղղակի դնում է եւ սպասարկում է Նիկոլ Փաշինյանի քմահաճությունները երբեմն այնպիսի ակտեր կայացնելով, այնպիսի դատողությունների լեգիտիմացնելով, որ սենց ապշում ես, այսինքն իրանք ոչ թե զուտ այդ մարդկանց են ազդում, իրենց ճակատագիրը կդատվի թե չի դատվի եւ այլն, այլ ուղղակի ամբողջ համակարգի մեջ անհեթեթ դատողությունների կյանք են տալիս։ Հասնում է վճռաբեկ դատարան ինչ որ գործեր են լինում շատ աբսուրդ եւ այլն, եկեք վերցնենք Բագրատ Սրբազանի գործը։ Որևէ վարույթ, թեև մենք ներկայացրել ենք, որ օրինակ կա հստակ քաղաքական հետապնդում, հստակ աբսուրդ մեղադրանք, այդ ահաբեկչությունը աբսուրդն է ամենը, որ նույնիսկ մարդ կա այդ նույն գործում, Հրայր Սարգսակը, որ հիմնավոր կասկածով դուրս է եկել, այսինքն խափանման միջոցը փոփոխվել է, որևէ մեկի 18 մեղադրյալ կա, միջդատական ակտ, վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել։ Ասելը ոնց որ թե ամեն ինչ նորմալ է, ես այստեղ ասելիք չունեմ։ Շարունակում մենք գործ ունենք անատամ արդարադատության հետ, որը հրաժարվում է, եթե հնարավորությունը կա, օրինակ, բան չանել, դե թող ասենք հատկապես այս գործով այնպեսի ճնշում եղավ քաղաքական, այնպեսի հայտարարություններ հնչեցին եւ Փաշինյանի եւ թիմակիցների կողմից, որ իսկապես դժվար էր երևի թե դատարաններին այդքան անաչառ գործել։ Հա, հիմա դե թող այդ եմ ասում, էլի, եթե ասում են, ուրեմն թող խնդրում դետալային ասեն, այդ ինչն է, որոնք են արդարության տիպաժները դատական համակարգում ըստ Նիկոլ Փաշինյանի եւ ովքեր են վատ դատավորներ եւ երկուսի պատասխանները դա ինչու։ Բայց գործի հետ կապված փաստորեն 1 տարի կալանքի տակ ոմանց պահելով, մի մասին տնային կալանք տալով, մի մասին վարչական, ամեն դեպքում որոշակի ընդառաջումներ լինում է, ինչպես դուք օրինակը բնութագրեք Բագրատ Սրբազանին օրինակ, որ փոխեցին կալանքը։ Էլի եմ ասում, այդտեղ իրավական ոչինչ չկա, անկեղծ եմ ասում, որևէ բան դուք դատական նիստերին հետևում եք։ Ինչով է տարբերվել օրինակ Բագրատ Սրբազանի գործողությունները Լիդիա Մանթաշյանի գործողություններից կամ Հրայր Սարգսակի կամ Արմեն Ալեքսանյանի։ Բոլորին տրված է նույն մեղադրանքը, չես հասկանում թե ով ինչ արեց։ Դե եթե բոլորին տրված է, ենթադրել բոլորին պետք է նույն խափանման միջոցը լիներ, բայց չէ, ամեն մեկին տարբեր խափանման միջոցներ ու դատական ակտերը դնում համեմատում ես, բառացի ոչնչով չեն տարբերվում իրարից։ Մեկի պարագայում ուղղակի այդ նույն ակտը, այդ թղթերը մրոտում են, ափսոսել է։ Վերջում գրում են որոշեց տալ տնային կալանք, մեկին գրեցին որոշեց տալ վարչական հսկողություն, ու հիմա ես էլ եմ բացքում, մեկ-մեկ մարդկանց հետ որ խոսում եմ, ասում եմ չկա տրամաբանություն, եկեք ես չեմ, դուք եք կարդացեք այս ակտերը, տեսեք, այս մի թուղթը, այս մի թղթից ինչով է տարբերվում, ինձ բացատրեք, որտեղ ես անկարող եմ բացատրել իրավաբանորեն դրանց տարբերությունը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալ։ Զրուցակիցս փաստաբան Տաթևիկ Սողոյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։